Բարի ու օրհնված օր իմ սիրելիներս, Աստծո խաղաղությունն ու լույսը լինի ամեն մեկիս հետ։ Աստծո սերը պարուրի մեզ, լցվի մեր սրտերը, մեր հոգիները, որ մենք իսկապես տրվի մեզ այդ հնարավորությունը ըմբռնելու, հասկանալու, թե որքան խորն է, որքան անսահման, որքան անպայմանական Աստծո սերը, որտև այդ սերն էր, որով նա մեզ ստեղծեց, որտև այդ սերն էր, որի պատճառով նա իր որդուն ուղարկեց, որ նա խաչվի մեր մեղքերի համար, վերցնի այդ ամբողջ ծանր ու ահարկու դատաստանը, որպեսզի մենք կյանք ունենանք։ Այդ սերն է, որ մինչև վերջին վայրկյանը Աստված փնտրում է մեզ, կանչում է մեզ, որպեսզի մենք վերադառնանք Աստծու մոտ եւ փրկություն գտնենք։ Աստված օրհնի ամեն մեկիս։ Հիսուս Քրիստոսի զորավոր ու սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս, հատիկ առ հատիկ, մեր ընտանիքները, մեր սերունդները մինչև 1000 սերունդ, մեր երկն ու մուտքը, մեր քունը, մեր խաղաղությունը, մեր երկիրը, մեր երկինքը, ամեն ինչ։ Որտեղ Աստված կա, վախ ու անհանգստություն չկա, եթե իհարկե վստահում ենք Աստծուն։ Այսօր ես էլի ուզում եմ շարունակել խոսել անհանգստությունների ու պանիկաների ու հոգսերի մասին, բայց մեկ ուրիշ տեսանկյունից։ Այս թեման ինքնին շատ խորն է ու հետաքրքրական եւ ավելի շատ գուցե հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս, բայց դա ինքնին լավ է, որտեվ երբ որ մենք մտածում ենք Աստծո խոսքի մասին, մտածում ենք ինչ է նշանակում Աստծուն վստահել եւ ինչպես պիտի դա անել։ Դա արդեն լավ է, որտեվ Աստվածաշունչն ասում է մտորեք իմ խոսքի մասին։ Գցեք բռնեք, հասկացեք ձեր կյանքի ընթացքի հետ համեմատեք։ Ես նորից եմ ասում, ես ինքս մարդ եմ եղել, որ շատ անհանգստությունների միջով եմ անցել եւ թույլ եմ տվել, որ դրանք ինձ ծնկի բերեն շատ հաճախ։ Դրա համար այս խոսքերը, այս դասերը ջրի ու օդի պես կարևոր են եւ ինձ համար եւ ձեզ համար։ Եկեք խոսենք։ Ինչու ենք անհանգստանում։ Ոնց որ ասեցի, երեք մանրամասնորեն խոսեցինք, թե որն է անհանգստանալու հակաթույնը։ Եվ թե ինչ է Աստվածաշունչը ասում, որ մենք պիտի անենք անհանգստանալու փոխարեն։ Եկեք այսօր էլ մոտենանք նույն թեմային մի քիչ ուրիշ տեսանկյունից։ Ամենևին կարիք չունենք հեռուն նայելու, նախքան սկսում ենք բախվել այնպիսի մեծ խնդիրների ու խնդիրների հետ, որոնց մասին մենք անհանգստանում ենք։ Դա կլինի մեր առողջությունը, մեր ֆինանսները, մեր հարաբերությունները, մեր երեխաները, մեր կամ նրանց կրթությունն ու աշխատանքը, մեր ֆիզիկական անվտանգությունն ու ապահովությունը։ Թեև մենք հաճախ հետադարձ հայացք նետելով, երբ որ ամեն ինչ արդեն կատարվել է, տեսնում ենք, թե ինչպես Աստված գործեց եւ ինչպես նա օգտագործեց այդ իրադրությունները, ամեն ինչ միասին մեր բարօրության համար, բայց այդ պահին, որ դեմ առ դեմ կանգնած ենք այդ դժվարություններին կամ անցնում ենք դրանց միջով, շատ դժվար է տեսնել, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի։ Մեր գլուխը լցվում է հազարապատիկ մտքերով, ինչպես ենք վճարելու ամսական մեր ծախսերը, արդյոք բուժումը այս կամ այն հիվանդության դեմ կաշխատի, կհանձնենք արդյոք մեր քննությունը, կընդունվենք արդյոք համալսարան, աշխատանք կգտնեմ, կամուսնանամ արդյոք, երեխա կունենամ, երեխաներիս ապագան ինչպիսին կլինի, ինչ կլինի մեր երկրի հետ, եւ վերջապես արդյոք Աստված կպահի իր խոստումը։ Չնայած այս բոլոր հարցերին Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 25-34 խոսքերում Հիսուսը շատ հստակ սովորեցնում էր աշակերտներին եւ հիմա էլ մեզ չանհանգստանալ առօրյա կյանքի համար։ Հիսուսը հիշեցրեց նրանց իրենց արժեքի մասին։ Հիսուսը նրանց հարցրեց. «Միթե դուք թռչուններից ու ծաղիկներից շատ ավելի արժեքավոր չեք»։ Նա հիշեցրեց աշակերտներին, որ Աստված իր փառքով ու գեղեցկությամբ
հագցնում է իր ստեղծածը, իր արարչությունը, լինի խոտ, ծաղիկ, թե մարդ։ Աստծուն արարչության ամեն մանրուք հետաքրքրում է, նա հոգ է տանում յուրաքանչյուր թռչունի ու ծաղկի մասին, որքան ավելի է նա հոգում մեզ, իր զավակների համար։ Հիսուսը հիշեցնում էր աշակերտներին և մեզ էլ հիմա, թե նրանք ու մենք ինչ անսահման գին և արժեք ունենք Աստծո աչքում, բայց նաև այն մասին, թե որքան մեծ է Հայր Աստծո սերը։ Ախ, որքան արժեքավոր ենք ես ու դու Աստծո համար, եթե միայն հասկանայինք, որքան շատ է նա սիրում ինձ ու քեզ։ Հատկանշական է, որ Հիսուսը հիշեցրեց աշակերտներին, որ թռչուններն ու ծաղիկները չեն տնկում, չեն հնձում, չեն ցանում, չեն պահեստավորում, չեն աշխատում կամ ինչ-որ բաներ չեն պատրաստում, սակայն Աստված ապահովում է այն ամենը, ինչի կարիքը նրանք ունեն, և նրանց տվել է անսահման գեղեցկություն ևս։ Երբ մենք անհանգստանում ենք մեր ֆինանսների համար, հաճախ կարող ենք մտածել, որ այդ ֆինանսական իրավիճակից դուրս գալու ճանապարհը ավելի լավ աշխատանքն է, երկրորդ աշխատանքն է, առաջ խաղացումն է կամ ավելի ջանասիրաբար երկար ժամեր աշխատելու մեջ է։ Բայց եթե Աստված իսկապես մեր մատակարարն է, ապա մենք նրան ենք դիմում և հենց նրան ենք վստահում։ Առաջինը պետք է գնալ Աստծու մոտ, ոչ թե մարդկայինով որոշել ինչ անել։ Գուցե այո, պետք կլինի երկրորդ աշխատանքը, բայց թող Աստված ապահովի այդ երկրորդ աշխատանքը, ոչ թե մենք մարդկայինով որոշենք։ Հիսուսը նորոգեց նաև աշակերտների ուժը։ Նա նրանց հարցրեց. «Կարո՞ղ են ձեր բոլոր անհանգստությունները մի պահ ավելացնել ձեր կյանքին, այսինքն մի վայրկյան ավելացնել, մի ժամ ավելացնել ձեր կյանքին։ Անհանգստանալով կարո՞ղ ենք մենք մեր կյանքը երկարացնել»։ Երբ մենք անհանգստանում ենք, դա հաճախ այն բաների մասին է, որոնք մենք չենք կարող վերահսկել։ Մեր միտքը բայց դառնում է զբաղված, դա շեղում է մեզ, կլանում է մեր էներգիան և խլում մեր խաղաղությունը։ Այնուամենայնիվ, անհանգստությունը չի կարող ոչ փոխել իրավիճակը, ոչ էլ մի ժամ ավելացնել մեր կյանքին, ոչ էլ մենք ստանում ենք ավելի շատ վերահսկողություն իրավիճակի վրա, ոչ էլ ավելի շատ կարողություն ենք ստանում որոշելու կամ տեսնելու արդյունքը։ Մի շատ իմաստուն կին Քորի Թեն Բումը ասել է. «Անհանգստությունը դա վաղվա բեռը այսօրվա ուժով տանելն է։ Միանգամից 2 օրվա դժվարություններ տանում ենք մեզ տրված այդ 1 օրվա ուժով ու շնորհով։ Դրանով մենք վաղը ժամանակից շուտ առաջ ենք բերում։ Մեր անհանգստանալը վաղվա օրը չի դատարկում իր վշտից ու դժվարությունից, բայց մեր այսօրը հաստատ դատարկվում է իր ուժից, որտեղ մենք այն փորձում ենք օգտագործել նաև վաղվա համար։ Հիսուսը խրախուսեց աշակերտներին ու մեզ վերանայել մեր տեսակետը, մեր պերսպեկտիվան։ Հիսուսը հարցրեց. «Միթե կյանքը ավելին չէ, քան սնունդը, և ձեր մարմինը ավելին, քան հագուստը»։ Որքան հեշտ է մեզ համար մոռանալ, որ կյանքը կազմված է շատ ավելիից, քան մենք հիմա տեսնում ենք մեր առջև, որ Աստծո նպատակը շատ ավելին է, քան պարզապես մեր կյանքի միջով անցնելը, որ մենք երբեք նախատեսված չէինք պարզապես հարստություն հավաքելու համար, հագուստի, հարուստ սնունդի և այլ իրեր ունենալու համար։ Մենք ստեղծված ենք ավելիի համար, սակայն մեր մարդկային մշակույթը մեզ թակարդն է գցում ու ստիպում է մտածել, որ եթե մենք որոշակի տեսք չունենանք, չհագնենք որոշակի ապրանքանիշերով զգեստներ, չվարենք որոշակի մակնիշի ու մեծության ու թանկության մեքենա, չունենանք որոշակի տիպի տուն կամ չօգտագործենք որոշակի տեսակի հեռախոսներ ու այլ կոմպյուտերներ և այլն, ապա մենք այնքան էլ չենք կայացել, կյանքից հետ ենք մնացել ու արժեք չունենք։
Այն, ինչ տարբերում է անհավատներին հավատացյալներից, նրանց տեսակետն է, պերսպեկտիվան։ Հիսուսը հստակ տարբերություն դրեց անհավատների միջև, ովքեր անհանգստանում են, թե ինչ են ուտելու, խմելու և հագնելու, և հավատացյալների միջև, ովքեր պետք է կենտրոնացած լինեն Աստծո թագավորության վրա։ Դա ժամանակավորի և հավերժականի տարբերությունն է։ Այս ժամանակավոր աշխարհի և Աստծո հավիտենական թագավորության տարբերությունն է։ Եսասերի և անշահախնդրի տարբերությունը, սովորական մահկանացուի և սուրբի տարբերությունը։ Իմացեք, որ հավատացյալները բոլորը սուրբ են կոչվում։ Հավատքի պակասի և Աստծուն լիովին վստահելու տարբերությունը։ Աստված ուրացողի և աստվածավախի տարբերությունը։ Աստծո հանդեպ հավատքի բացակայություն։ Երբ մենք անվերջ անհանգստանում ենք մեր ֆիզիկական կարիքների համար, մեր վաղվա օրվա համար, մենք ցույց ենք տալիս, որ հավատացյալ չենք, այլ անհավատ, որովհետև չենք հավատում, որ Աստված կհոգա, կօգնի մեր կարիքները հոգալու համար։ Հիսուսը նաև պարզաբանում է, թե ով կամ ինչ ունի իշխանություն մարդկանց կյանքում։ Հատկանշական է, որ մի անհանգստացեք հրահանգը նա տալիս է, դրա համար եմ ասում ձեզ նախադասության, և գալիս անմիջապես այն բանից հետո, երբ Հիսուսն ասաց աշակերտներին, որ նրանք չեն կարող ծառայել երկու տիրոջ։ Սա գրված է Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 24-րդ խոսքում։ Նրանք կարող էին ծառայել Աստծուն կամ փողին, բայց ոչ երկուսինն էլ, նույնը մեզ է վերաբերում։ Ինչու է անհանգստությունը կապված ինքնիշխանության հետ։ Եթե Աստված իսկապես լիներ նրանց Տերը, նրանք կարիք չէին ունենա անհանգստանալու փողի և այլ ֆիզիկական կարիքների համար, քանի որ նրանք կվստահեին, որ Աստված իսկապես իրենց Եհովա Ջայրեն է, այսինքն Աստված կապահովի, Աստված մատակարարն է, որ ամեն ինչ իսկապես գտնվում է Աստծո վերահսկողության տակ, և որ նա իսկապես հրաշք գործող, ճանապարհ կերտող Աստված է, ով կարող է անել անհնարինը։ Սա մեզ էլ է վերաբերվում։ Հիսուսը ցանկանում էր փրկել իր աշակերտներին ու մեզ էլ, որ չանհանգստանանք այնպիսի բաների մասին, որոնք երբ դիտարկում ենք հավերժության տեսանկյունից, իսկապես նշանակություն չունեն կամ չեն ունենա։ Ասենք, թե մեր տուն հյուր է գալու, թե մի տեսակ ուտեստ կդնենք սեղանին, թե 100, հավերժության տեսակետից ոչ մի նշանակություն չունի, բայց նշանակություն ունի մեր սրտի դիրքը։ Արդյոք մենք դա սիրելով արեցինք, Աստծուն վստահելով արեցինք, որ այդ մի տեսակ կերակուրն էլ մեզ կշտացնելու է ու բերելու է բավարարվածություն, խաղաղություն, ուրախություն ու գոհություն։ Եվ փոխարենը չմտանք պարտքերի տակ, կամ փոխարենը մեր ունեցածից չծախսեցինք 100 տեսակ ուտեստ դնելու համար, կամ թող լինի 5 տեսակ, բայց դրա փոխարեն մի փոքր գումար էլ մենք տվեցինք Աստծո գործի համար, որ մի աղքատ աստվածաշունչ ունենա, կամ մի աղքատ հաց ունենա ուտելու։ Սա է տարբերությունը։ Հիսուսը նաև կասկածի տակ դրեց աշակերտների հավատքը։ Շատ կարևոր է, որ Հիսուսը նրանց հարցրեց. ինչու այդքան քիչ հավատք ունեք, կամ ինչու եք այդքան անհավատ։ Անհանգստությունը հավատքի հակասությունն է։ Չենք կարող անհանգստանալ ու հավատալ։ Երբ մենք անհանգստանում ենք, մենք մեր ուշադրությունը փոխում ենք այն բանից, թե ով է Աստված, ինչ կարող է անել և ինչ է նա արդեն անում։ Մեր անհանգստությունը վկայում է Աստծո բարության, Աստծո զորության, Աստծո մեծության և նրա խոստումները պահելու Աստծո պարտավորության հանդեպ մեր վստահության պակասի մասին։ Երբ որ ինձ աշխատանքից ազատել էին, աշխատանքը երբ որ ես գործունելու էի,
Ես սարսափելի անհանգստանում էի, բա ոնց, ընկել է այնց պանիկաների մեջ, ես ինձ լրջորեն հիվանդացրեցի, բայց Աստված ամեն ինչ բերեց ու բարիքի գործակից արեց, հետ նայելով ես տեսա ու հասկացա, բայց ամբողջ ընթացքում քրիստոնյա նորահավատ լինելով հանդերձ, ես ցուցադրում էի հավատքի բացարձակ բացակայություն, և դա ինձ համար դաս եղավ։ Ես չեմ ասում, որ հիմա ինձ մոտ ստացվում է, բայց ես հետ եմ նայում ու ինձ ամեն անգամ հիշացնում եմ, երբ որ խնդիրներ են առաջանում, հավատա, Աստված կանի։ Երբ որ մենք կովիդով հիվանդացանք 2 շաբաթ առաջ, ես այդ դասը օգտագործեցի, թույլ չտվեցի անհանգստանալ, թույլ չտվեցի ծնկի գալ ու մտածել, իմ ամբողջ արձակուրդը քանդվեց, տակնու վրա եղավ։ Ես գոհանում էի ու ասում էի, Տեր, դու մեզ կբուժշկես, դու մեզ տուն կհասցնես, և մենք շնորհակալ ենք, որ այս պահին գտնվում ենք տաք երկրում, որտեղ արև կա, որտեղ մենք չենք մրսում, որտեղ ծովի օդ կա, մաքուր օդ եմ շնչում։ Դա օգնեց, իմ հին սխալները օգնեցին, որպեսզի ես նոր դժվարությունների մեջ ճիշտ ձևով վերանայեմ իմ տեսակետը, իմ պերսպեկտիվան։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 7-րդ խոսքում Պողոսը հիշեցնում է մեզ, որ հավատացյալը, այսինքն մենք, ապրում ենք հավատքով և ոչ թե տեսողությամբ, այսինքն ըստ աչքի տեսածի չենք ապրում։ Երբեմն մենք մարդիկս ցանկանում ենք, որ Աստված հակառակը գործի, որպեսզի Աստված գործի կամ շարժվի մեր իրադրության, մեր դժվարության մեջ, լուծում տա և հետո մենք նրան վստահենք ու հավատանք, բայց դա հավատք չէ։ Եթե մենք պիտի տեսնենք ու նոր հավատանք, դա հավատք չէ ամենևին։ Երեկվա դասում ասեցինք, տեսածը հավատք չէ, չտեսածին հավատալն է հավատք, չտեսածի վրա հույս դնելն է հավատք։ Իսկ մենք կանչված ենք հավատքի կյանքի։ Անկախ նրանից, թե որքան մեծ է մեր ներկայիս հավատքի մակարդակը, մենք պետք է բարձրացնենք մեր ակնկալիքները, մենք պետք է հավատ ունենանք ավելիի համար։ Երբ Հիսուսն այս հարցերն ուղղեց աշակերտներին, նա չէր ձգտում դատապարտել նրանց, քննադատել նրանց։ Ավելի շուտ նա ցանկանում էր, որ նրանք ազատվեն ավելորդ բեռներից, վախերից ու անհանգստություններից ու հոգսերից։ Հիսուսը ի վերջո խաղաղության արքայազնն էր։ Նա եկել էր, որպեսզի մարդիկ զգային իսկական հանգիստ և նրա կատարյալ խաղաղությունը։ Կարդացեք Մատթեոս ավետարանի 11-րդ գլխի 28-ից 30 խոսքերը և Եսայի գրքի 26-րդ գլխի 3-ից 4 խոսքերը։ Հիսուսը նաև մխիթարեց։ Հարցերի միջոցով Հիսուսը մխիթարություն ու պատասխան էր տալիս։ Այն, ինչ նա ցանկանում էր, որ աշակերտներն իմանային, հետևյալն էր. ինչպիսին էլ որ լինեն այսօրվա դժվարությունները, և որ նրանք ու մենք էլ անշուշտ բախվելու ենք դժվարությունների, բայց Աստված արդեն գիտեր, թե ինչ է նրանց անհրաժեշտ և կարողանում է հոգալ յուրաքանչյուր մանրուք։ Աստված անշուշտ կարող է հոգ տանել նրանց մասին և մեր մասին։ Ոչինչ դժվար չէ Աստծո համար։ Երեմիա 32-րդ գլխի 17-րդ խոսքն է ասում. ոչ մի իրավիճակ անհուսալի չի Աստծո համար, անհնարին ոչինչ չկա Աստծո համար, ոչ մի կարիք նրա առատ ռեսուրսները բավական են ու մի բան էլ ավել են մեր բոլոր կարիքների համար, մեր ոչ մի կարիք անպատասխան չի մնա, ոչ մի մանրամասն շատ փոքր չէ Աստծո համար, Աստծո շնորհի և փառքի համար չափազանց խառնաշփոթ ոչ մի խնդիր ու իրավիճակ չկա։ Աստված պահեց նրանց ու հիմա էլ պահում է մեր ապագան իր ձեռքերում։ Նրանք էլ մենք էլ կարիք չունենք անհանգստանալու վաղվա օրվա համար, որովհետև վաղվա օրը Աստված է նախագծում ու ստեղծում, և ինքը Աստված վաղվա օրվա մեջ է լինելու, որտև ինքն է ստեղծել այդ օրը։
անկախ նրանից, թե ինչ կբերի այդ օրը մեզ համար։ Բայց երբ այլևս վաղվա օրեր չլինեն, երբ որ մեր կյանքը հասնում է իր վերջնակետի, Աստված նրանց էլ ու մեզ էլ հավերժություն է առաջարկում իր հետ, որ եթե մենք կարողանանք վստահել և հանձնել մեր սրտերն ու կյանքը Աստծուն, նա կհոգա մնացածի մասին։ Հիսուսը ցանկանում էր փոխել իր աշակերտների և մեր կենտրոնացումը, առաջնահերթությունները և սրտի նվիրվածությունը, սովորեցնելով և նրանց և մեզ, ամեն ինչից առաջ փնտրեք Աստծո արքայությունը և ապրեք արդար, և նա Աստված կտա ձեզ այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է։ Ինչ մեզ հարկավոր է, ոչ թե այն, ինչ որ մենք ուզում ենք, այլ ինչ որ հարկավոր է։ Հիսուսը անհանգստությունը հստակ կանխարգելող և անհանգստության դեմ հակաթույն տվեց բոլորիս համար, և այդ հակաթույնը ամբողջովին աստվածակենտրոն էր և Աստծո վրա կենտրոնացած։ Այն, ինչ ճշմարիտ էր աշակերտների համար, ճիշտ է մեզ համար։ Անհանգստությունը ոչինչ չի անում, բացի նրանից, որ խլում է մեզնից մեր ուժը, մեր ուրախությունը և մեր խաղաղությունը։ Աստված գիտի այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է և ավելի քան կարող է, բայց մենք ստանում ենք միայն այն ժամանակ, երբ առաջին հերթին Աստծուն ենք փնտրում և մեր հավատքը դնում նրա վրա, վստահում նրան։ Հավատքն է այն հողը, որի մեջ Աստված ցանում է։ Հավատքն է այն հողը, որի մեջ Աստծո ցանած բերքերն աճում են մեր կյանքի համար և որից էլ մենք կարող ենք սնվել, օգտվել, ապրել, բժշկվել։ Ունենք հավատք, ունենք կյանք, ունենք հարստություն, ունենք ապագա, ունենք հավերժություն, ունենք բժշկություն։ Չունենք հավատք, չունենք ոչինչ։ Ունենք միայն մարդկայինը, որը փչանում է, որը գողանում են, որը երկրաշարժները ավերում են, որոնք հիվանդությունը խլում են։ Աստված օրհնի ամեն մեկիդ, իսկապես եկեք խորապես մտածենք այս ամենի մասին, հասկանանք ամեն մի իրադրությունում, ինչ պիտի անենք, ոնց վստահենք Աստծուն ու չանհանգստանանք։ Անցյալ դասում մենք ասեցինք, վստահել Աստծուն չի նշանակում ձեռքները ծալել ու անհոգ նստել, նշանակում է վստահել, աղոթել և անել այն, ինչ Աստված է ասում։ Հիսուսի անունով օրհնում եմ ամենքիս և նրա սուրբ արյունով ցանկապատում եմ։ Կարդացեք Աստվածաշունչը։ Նրա խորհուրդները անգնահատելի են։ Կյանք մեր ոսկորների համար, կյանք մեր հոգնած մարմինների համար, խաղաղություն մեր մտքի համար և հարստություն մեր կյանքի համար։ Ամեն։